Ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից մի քանի ժամ անց Հանրապետություն կուսակցությունը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկելու հարցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ուշ երեկոյան նիստ կգումարի այս հարցը քննելու համար։ Ինչ հիմքերով են Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները դիմել ԿԸՀ։ Կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովը կենտրոնական անվավեր ճանաչի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03-05-26 թվականի համար 69 գիծ A որոշումը։ Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից եւ նման պահանջով դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Դուք ինչու եք կարծում, որ ուժեղ Հայաստանի գրանցումը պետք է անվավեր ճանաչի։ Տեսեք, հիմքերը կարելի է մեղմ ասած չչունեն։ Արդեն որ երրորդ ամիսն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, հասարակական գործիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա եւ կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Խոսքը ինչի մասին։ Կոնկրետ արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստանի Հանրապետության տեղափոխելու մասին։ Հաստատները ենթադրյալ խախտումների մասին են, թե աբացուցված խախտումների մասին։ Արկա հայտնի խախտումների մասին։ Ում հայտնի։ Բոլորին։ Բոլորին։ Հանրությանը։ Մենք էապես հենվել ենք Հայաստանի Հանրապետությունում արդեն բավական երկար տարիներ զարգացված հասարակական կազմակերպությունների կողմից հավատարմագրված դիտորդական առաքելության արդյունքում ձևավորված տեղեկատվական պաշարների վրա, որոնք եւ հրապարակվում են եւ ներկայացվում են հանրությանը եւ մեծապես նաև տեղեկատվության աղբյուր է հանդիսացել այդ կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը, որոնցից ամենաէականներից կնշեմ անկախ դիտորդը։ Նախորդին հանրայինի եթերում բանավեճի ժամանակ միտք հնչեց, որ մինչ այս ընտրակաշարքի վերաբերյալ հաղորդումների հրապարակված զայնագրությունների հիման վրա պետք է ուժեղ Հայաստանի մասնակցությունը ընտրություններին չեղարկվի, բայց Փաշինյանն ասաց իրենք այդ քայլին չեն դիմել, որպեսզի իրենց չմեղադրեն, թե վախենում են պարտությունից։ Վարչապետը հորդորեց, որ այդ հարցով զբաղվի Հանրապետություն կուսակցությունը կամ այլ կուսակցություններ։ Արամ Սարգսյանը նախ անմիջապես համաձայնեց, ապա բանավեճի կեսից միտքը փոխեց եւ տպավորություններ, որ նրանք չեն դիմելու ԿԸՀ, բայց փաստորեն այսօր այնուամենայնիվ նա որոշել է դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Արդյոք սա չի ընկալվի որպես իշխանությանն աջակցություն։ Առնվազն երկու կուսակցություն արտաքին քաղաքական խոսույթ են կիրառում, դա միանշանակ փաստ է եւ այդ արտաքին քաղաքական խոսուրդ կիրառելը նույնչափ ազգային անվտանգության ռիսկեր էր ներկայացնում եւ այդ մասին մենք բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք պարոն վարչապետին, որ այդ կուսակցություններին չպիտի թույլատրել ընտրություններին մասնակցել։ Մենք քննարկել ենք Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով, դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն, դուք ինչի չեք դիմում ԿԸՀ, պարոն Սիմոնյան, դուք ինչի չեք, որովհետև դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է, դուք, պարոն Սարգսյան, ինչի չեք դիմում դուք, եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ Զուգահեռ չեղավ, պարոն Սիմոնյան, դա ԿԸՀ-ն ալուծում, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել, ես ձեզ կոչ եմ անում,
հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմեն, որ երկուսին Ես մենք դա չենք հրապարակային դիմել անելու։ եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, նա ասել է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություններ չունի, ինչպիսին ուներ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Պարոն Սարգսյան, գրավոր եք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ կապ ունի։ Ոնց իրավական ընթացակարգեր կան։ Վաղը կդիմեմ գրավոր։ Վաղը կդիմեմ։ Դուք չեք անհանգստանում, որ օրինակ ձեզ կարող են մեղադրել կամ կասկածել իշխանությանը օգնելու, խաղից հանելու իր գլխավոր մրցակցին, որովհետև երեք նաև հիշում ենք պարոն Սարգսյանը երկու ուժի մասին էր խոսում, որը ըստ նրա ազգային անվտանգության, այսպես սպառնալիք է համարում, երկրորդ ուժը որն էր եւ ինչու միայն ուժեղ Հայաստանը։ Ընդհակառակը մենք այսպես ասած տալիս ենք քարտ բլանշ եւ որպիսի պահանջենք ակտիվ գործողություններ հանրային իշխանությունը ստանձնած քաղաքական ուժից, որպիսի հանկարծ նաև այդ խոսույթը բան աջակցում եք, նույնն եք բան, ինչը Պարոն Սարգսյանը դեբատի ժամանակ ասեց երկու ուժ կա, այո, կա երկրորդ ուժն էլ, այո, Քոչարյանին ուժն էլ չպետք է մասնակցեր այս ընտրության, դա ավելի շատ ոչ թե իրավական հարթությունում էլ, այլ բարոյական հարթությունում նկատի ունեինք, իսկ իրավական հարթությունում բոլոր հիմքերը կար այս ուժի համար դիմելու, ժամանակի նաև սղության պատճառով դիմել ենք այս ուժի համար։ Կարծում որ այս կերպաբար լեգիտիմացնում եք ընտրությունները եւ անհավասար մրցակցություն ստեղծում։ Ինչով Որտեղ թույլ չեք տալիս, որ կոնկրետ կուսակցությունը մասնակցի։ Ով է, մենք ենք թույլ տվել։ Չէ, դուք դիմում եք, որպեսզի թույլ Կուսակցությունը, չտա։ որը դրսի ֆինանսավորմամբ եկել է Հայաստանում որոշումներ կայացնելու, այդ կուսակցությունը, այստեղ խնդիրը նրանում է, այստեղ խնդիրը իշխանության խնդիրն է, որովհետև բանը պետք է չհասներ այսօրվան, բանը չպետք է հասներ այս փուլին, այլ ամենասկզբից պետք է թույլ չտվածվեր այս ուժը մասնակցեր, որովհետև դրսից տղա բերած, հա, այս դեպքում ֆինանս բերած ու նաև ճակերտավոր ուժեղ տղա բերած ուժը Հայաստանի վրա իրավունք չպետք է ունենար Հայաստանում մասնակցելու ընտրությունների։